Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան, հյուրընկալել եմ բժիշկ սրտաբան Արամ Գրիգորյանին, սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, ուրախ ենք ձեզ տեսնել։ Ողջույն Տաթև, շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Խոսելու ենք մեր սրտի առողջությունից, մի փոքր ռոմանտիկ է թվում այսպես առաջին հայացքից սրտի առողջությունը, բայց նաև ֆիզիոլոգիական հարցերը պիտի քննարկենք ու մասնարարապես զգայունան շրջանում, անցումային շրջանում, հա չառանձնացնենք գարունը, անցումային շրջանում բոլոր քրոնիկ հիվանդությունները, այդ թվում նաև սրտանոթային համակարգի, սրանք կարծես թե առանձնահատուկ վերաբերմունք եւ ուշադրություն են պահանջում։ Խնդրում եմ նշեք, թե որքանով են վտանգավոր այս եղանակային փոփոխությունները բոլոր նրանց համար, ովքեր ունեն սրտանոթային համակարգի խնդիրներ եւ արդյոք հնարավոր է նաեւ վերահսկել ու կանխել այդ հնարավոր բարդությունները։ Շատ ճիշտ նշեցիք, Տաթև ջան, գարունը ինչպես բոլորիս մոտ դրական էմոցիաներ է արթնացնում, այդ թվում նաեւ այո, դրական ազդեցությունն է թողնում, այդ թվում նաեւ ունի իր բացասական ազդեցությունը այն անձանց մոտ, ովքեր ունեն սիրտանոթային հիվանդությունների արկայություն եւ արկա բարդություններ։ Երբ պետք է սկսել։ Մենք գիտենք, որ աշխարհում, որ ցանկալի է յուրաքանչյուր պացիենտ, ով ունի վերոնշյալ խնդիրները, լավ կլինի, որ իր մասնագետի հետ կապի դուրս գա։ Երբ է պետք սկսել, դա վաղ շրջանում, թե արդեն որոշակի բարդություններ կամ որոշակի անհանգստություններ լինելու դեպքում։ Ինչից սկսել, ո՞նց սկսել։ Սիրտանոթային հիվանդությունները սովորաբար ծննդյան շրջանում ավելի հանգիստ пассив շրջան են անցնում։ Գարնան վերսկսվելուց հետ, ինչպես մեր օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, հորմոնալ, նյարդային համակարգի հետ կապված որոշակի փոփոխություններ հումորալ մեխանիզմով, որոնք աշճանաբար ակտիվանալով, այդ թվում նաև արթնացնում են այն քրոնիկ հիվանդությունները, որոնք որ մենք ունենք։ Իսկ բոլորիս քաչ հայտնի է, որ սրտանոթային հիվանդությունները աշխարհում բավականին տարածված են եւ համարվում են առաջի ռիսկային գործոնները։ Եթե չեմ սխալվում, մահացության առումով իրենք առաջին հորիզոնականում են, չէ՞։ Ճիշտ նշեցիք, Տաթև ջան, այո։ Ինչպես ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում մենք ունենք մահացության բարձր տոկոս։ Բոլոր հիվանդությունների դեպքում մենք նշում ենք, որ դրանք երիտասարդացել են, դրանք շատացել են եւ այլն։ Մի մասը մասնագետների պնդում են, որ ոչ թե շատացել են, այլ պարզապես ախտորոշման տարբերակներն են շատ լավը եւ նաեւ կանխարգելիչ բուժօգնությունն է բավականին զարգացած եւ մարդիկ սկսում են վաղ դիմել։ Մյուս հատվածն է նշում, որ չէ, իրականում բավականին երիտասարդացել են խնդիրները եւ բավականին տարածված են։ Ձեր պրակտիկան ինչ է հուշում։ Ես երկու բացատրություն կտամ ձեր հարցին։ Առաջին բացատրությունս կլինի այսպես, որ այո, բավականին ընդլայնվել է եւ բժշկական հետազոտությունների շրջանակն է բավականին մեծացել եւ հնարավոր է ավելի վաղաժամ ախտորոշել ցանկացած տեսակի հիվանդություններ։ Իսկ երկրորդ բացատրությունս սիրտանոթային հիվանդություններ նշեցի, որ ամբողջ աշխարհում եւ Հայաստանում համարվում են համար առաջի հիվանդությունների առաջինը։ Այո, առաջինն են համարվում եւ բավականին բարձր տոկոս են կազմում, իսկ գարնանը կարելի ասել շուրջ 30-40% դեպքերում մենք ունենում ենք վերոնշյալ հիվանդությունների սրացում, սիրտանոթային հիվանդություններ, այն հիվանդները, ովքեր ունեն սարքերակային հիպերտենզիա, ունեն արիթմիաների տարատեսակ ձևերը, ունեն տարած ճնշում, հա, որ ավելի լավ ծանոթ լինի։ Այո, ավելի հանրամատչելի մեր բնակչության համար ասենք, հիվանդներ, որոնք որ ունեն ճնշում, ունեն տարած սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, իրենց մոտ հնարավոր սրացումները մոտ 30-40%-ով բարձրանում են գարնան շրջանում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այս շրջանում իրենց ուղեկցող կամ իրենց հետևող բժշկի հետ պետք է դեղաչափերը, նաև որոշակի ցուցումներ ստանալու համար, մինչև այս կամ այն, հա, ախտանիշները հայտնաբերվելը կամ ի հայտ գալը պետք է արդեն ավելի վաղ դիմել, ստանալ համապատասխան ուղղորդում, ցուցումներ, որպեսզի անցնցում անցնենք այս հատվածը։ Ցանկացած հիվանդության պարագայում պետք է խորհրդակցել բժշկի եւ համապատասխան նեղ մասնագետի հետ։ Սիրտանոթային հիվանդություն ունեցող բուժառուների պարագայում, այո, պարտադիր պայման է տարին 1-2 անգամ դիմելու, անցնել որոշակի բուժ հետազոտություններ, կորեկցել այն դեղորայքը, եթե ընդունում են իրենք, որպեսզի խուսափենք հետագայում բարդություններից։ Եթե ես ունեմ առողջ սրտամկան, ունեմ համակարգը եւս առողջ տիրույթում, եղանակային փոփոխությունները, ցնցումները կարող են զգացնել տալ։
Հնարավոր է ունենանք նմանատիպ փոփոխություններ, նշեմ համար առաջի պատճառը, որ կարող է լինել, դա ժառանգական նախատրամադրվածությունն է, ընտանեկան անամնեզը, սիրտանոթային հիվանդությունների արկայության պարագայում, մի շարք վնասակոր գործոնների արկայությունը, ծխախոտի օգտագործումը, թմրամիջոցները, ալկոհոլի չարաշահումը, հավելյալ քաշը, պասիվ ապրելակերպը, սրանք այն ռիսկի գործոններ են, որոնց պարագայում հնարավոր է, որ մեզ մոտ ի հայտ կան սիրտանոթային հիվանդություններից որևիցե մեկի ի հայտ գալը։ Մենք բոլորս ուզում ենք ունենալ առողջ սիրտ եւ ռոմանտիկ դաշտում եւ նաեւ ֆիզիոլոգիական դաշտում։ Եթե մենք այսպես օրգանական տիրույթում նայելու լինենք, ինչ է պետք առողջ սիրտ ունենալու համար։ Արդյոք ռեալ է, որ կարող ենք մենք ունենալ առողջ սիրտ, եթե գենետիկորեն այդքան էլ պաշտպանված չենք կամ ունենք այս կամ այն հիվանդության ու խնդրի հանդեպ որոշակի նախատրամադրվածություն։ Հնարավոր է ցանկացած հիվանդության պարագայում ավելի լավ է այն շուտ ախտորոշել եւ կանխարգելել հետագա բարդությունները, քան արդեն արկա բարդությունների վերացումը փորձենք իրականացնել։ Սովորաբար ամբողջ աշխարհում ընդունված է այսպես սիրտանոթային հիվանդությունների հետ կապված 40 տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ եւ 50 տարեկանից սկսած բոլոր կանայք պարտադիր գոնե մեկ անգամ պետք է դիմեն սրտաբանի անցնելու որոշակի լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ։ Ճիշտ է այն եզրույթը, որ սրտամկանի ինֆարկտները կամ սրտանոթային համակարգի հիվանդությունները առավելապես տղամարդկանց են հատուկ, նաև կարծիք կա, որ սրտամկանի ինֆարկտ կանայք չեն ունենում։ Վերջին տարիներին նշեմ, որ բավականին երիտասարդացել են սիրտանոթային հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդության, պարագայում սրտամկանի ինֆարկտը բավականին երիտասարդացել է։ Կանայք մինչև մենոպաուզալ շրջանը պաշտպանված են, օրգանիզմը գերհզոր իր մեխանիզմի շնորհիվ փորձում է պաշտպանել սիրտանոթային հիվանդությունների զարգացումը կնոջ օրգանիզմում, իսկ տղամարդիկ ավելի թիրախային, ուրեմն խումբ են հանդիսանում եւ ավելի երիտասարդ են, որովհետեւ տղամարդկանց պարագայում կարելի է ասել ամեն երկրորդ, երրորդ տղամարդ օգտագործում է ծխախոտ։ Նյարդային համակարգը մենք ավելի նյարդային համակարգով թույլեակներ ենք այս դեպքում, թե ինչպես ասում են տղամարդիկ ամենից ներս են գցում, կուլ են տալիս։ Կա նման բան, որ այո, տղամարդիկ կանայք ավելի արտահայտվող տեսակ են իրենց տեսակով, քան տղամարդիկ։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ոչ թե խնդիրը նրանում է, որ տղամարդկանց սիրտը այսպես կառուցվածքով տարբեր է կամ իրենք կառուցվածքով այլ են, այլ պարզապես նպաստող գործոնները, որոնք որ կարող են բերել այս կամ այն խնդրի, տղամարդիկ ավելի շատ են շահարկում, ավելի շատ են չարաշահում։ Այո, տղամարդիկ ավելի թիրախավորված են այս տեսանկյունից եւ ավելի երիտասարդ տարիքում սիրտանոթային հիվանդությունների ի հայտ գալը ավելի երիտասարդ տարիքում է լինում, քան կնոջ պարագայում։ Նշեցի, որ կինը իր հորմոնալ գերհզոր ֆունկցիայի շնորհիվ պաշտպանվում է մինչև մենոպաուզալ շրջանը։ Դրանից հետո կարելի ասել հավասարվում են ռիսկայնությունները, որ կարող են լինել սիրտանոթային հիվանդությունների առաջացում, այո։ Ես նաև ուզում եմ խնդրել ձեր պրակտիկան հաշվի առնելով նշեք ամենաերիտասարդ տղամարդկին տարբերություն չկա, հիվանդը, հա, պացիենտը, ով ունեցել է սրտամկանի ինֆարկտ։ Այո, այդ դեպքը ես մինչ այսօր հիշում եմ, 19 տարեկան աղջիկ, թեպետ նա ուներ շաքարային դիաբետ տիպ 1։ Այսինքն ուղեկցող հիվանդություն այո, ուղեկցող հիվանդություն այո ուներ տիպ 1 շաքարային դիաբետ, ի ուրախություն մեզ եւ մեր թիմի հնարավոր եղավ փրկելու աղջկա կյանքը ստենդավորման ճանապարհով։ Շատ հաճախ նաև կլսենք, որ այս կամ այն մարդը չուներ որևէ գանգատ, բայց ունեցավ ինֆարկտ։ Արդյոք սա այն հիվանդությունն է կամ այն խնդիրն է կամ այն բարդությունն է, ինչպես ավելի ճիշտ է, հա, որակում տալը, որ կարող է երբևէ նախնական կլինիկա չունենալով, պարզապես մեկ անգամով ի հայտ գալ։ Բոլորիս շատ հայտնի ինչպես համացանցով, այնպես էլ բժշկական հանրության կողմից ներկայացվում են մեր ազգաբնակչությանը եւ ամբողջ աշխարհին սրտամկանի ինֆարկտի գանգատները, որոնք են նախ թվարկեմ, հետո արդեն ձեր հարցին պատասխանեմ։ Կրծքավանդակում սեղմող այրող բնույթի ցավ, ճնշող բնույթի, որը կարող է ճառագայթել ծնոտ, թիակներ, ողնաշար, ձախ ձեռք։
Շաքարային դիաբետի արկայության պարագայում համր իշեմիա է ընթանում եւ այս ախտանշանները կարող են չլինել։ Գանգատներից նաեւ նշեմ, որ սրտխառնոց, գիտակցության կորուստ, շնչարգելություն, հանկարծակի ի հայտ եկած այս գանգատներն են, որոնց պարագայում մենք կարող ենք անխորոշել եւ դիագնոզել սրտամկանի ինֆարկտ։ Իսկ դիաբետի արկայության պարագայում հնարավոր է համ մենք այս ախտանշանները չունենանք կամ ունենանք ավելի լղոզված տարբերակով, որը որ շփոթեցնի տվյալ անձին, որ իր մոտ կարող է լինել սրտանոթային սուր պատահար։ Բայց դուք նշում եք այնպիսի ախտանիշներ, որոնք որ միայն սրտամկանի ինֆարկտի դեպքում չի որ արտահայտվում է։ Օրինակ այդ ճառագայթող ցավը կարող ենք մտածել մրսածությունն է, ինչպես հաճախ մենք դրա անունը դնում ենք, սրտխառնոցը կարող ենք ինչ-որ բան կերել ենք դրա արդյունքում մենք կարող ենք, չէ, յուրաքանչյուր ախտանիշը տանել իրեն հետ նույնիսկ կապ չունեցող որոշակի օղակ։ Կամ գոնե մեկը, որ հատուկ է բացառապես հենց սրտի դեպքին։ Տեսեք, մի քիչ հարաբերական է այս հարցին պատասխանել ճշգրիտ, որովհետև բազմաթիվ հիվանդությունների պարագայում մենք կարող ենք ունենալ նշյալ գանգատները, բայց եթե ի հայտ է եկել կյանքում առաջի անգամ, հանկարծակի, դրանք բոլորը միանգամից են լինում են, երբեմն նաև աշճանաբար են լինում, բայց հավատացեք, տարբերվող բնույթ են իրանք լինում։ Բուժառուները, որոնք որ սրտամկանի ինֆարկտով դիմում են մեզ, բազմաթիվ անգամներ նշում են, որ երբեք նմանատիպ գանգատներ իրենք չեն ունեցել, սա տարբերվող էր, սա ուրիշ բնույթ էր կրում, վախի եւ տագնապի զգացողությունը եւ մահվան վախի զգացողությունն են իրենք շատ դեպքերում ունենում եւ արդեն մեզ գալիս է օգնության, գործիքային եւ լաբորատոր մի շարք հետազոտություններ, որոնք որ հստակեցնում են ախտորոշումը։ Շատ լավ, սիրելի ռադիոտողներ, առաջարկում եմ ձեզ դիտել փոքրիկ տեսանյութ, նորից կվերադառնանք ու կշարունակենք։ Դիտողներ, հաղորդման այս հատվածում զրուցակիցս Տատու Generation ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանն է։ Շնորհակալ եմ ձեզ հետ զրույցի հնարավորության համար։ Ուզում եմ խնդրել պատմեք ձեր ընկերության մասին, պատմությունը նաև ներկայացնեք, առաքելությունը ինչու ոչ։ Շնորհակալություն հրավերի համար, Տաթև ջան։ Ես կփորձեմ մի փոքր ինֆորմացնել մեր գործունեության մասին։ Տատու Generation ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին եւ մինչ օրս գործունեություն ենք ծավալում հետեւյալ ուղղվածություններով։ Ընկերությունում կատարում են պրոցեդուրաներ պերմանենտ դիմահարդարման, դաջվածքի հեռացման, պիրսինգների։ Մեզ մոտ աշխատում են մասնագետներ, ովքեր ունեն 20 տարի եւ ավելի փորձ։ Իդեպ մեր մասնագետները մինչ պրոցեդուրա կատարելիս ստորագրում են պայմանագիր մեր հաճախորդների հետ, ինչը շատ կարևոր է, որը նաև մեր երաշխիքն է, քանի որ մենք կրում ենք պատասխանատվություն ցանկացած կատարած մեր պրոցեդուրաների համար։ Հետնամասում ենք տեսնում ենք բավականին շատ պրոդուկտներ, որոնք գուցե մեզ համար անծանոթ են, բայց մասնագետների համար որոշիչ եւ նաեւ լուրջ անուններ են։ Ուստի մի փոքր ավելի փակագծերը բաց կխնդրեմ ներկայացնեք, ինչ ենք տեսնում, ինչի համար են, ում համար են։ Այո, իհարկե, ընկերությունը բացի այն, որ կատարում է պրոցեդուրաներ, նաև տարիներ շարունակ կատարում է ծրագրեր եւ միջոցառումներ պերմանենտ դիմահարդարման զարգացման ուղղված, հա, ինչպիսիք են կոնֆերանսներ, սեմինարներ, ուսուցողական դասընթացներ եւ արք ու վաճառք, ինչպես տեսնում եք, արք ու վաճառքի մասով մենք ներկայացնում ենք մի շարք բրենդներ, դրանց պաշտոնական ներկայացուցիչն ենք հանդիսանում Հայաստանում։ Բրենդներն են Alexander Sivak, Painto, Etalon Mix, Quadron, Defender, Brovi եւ մի շարք այլ բրենդներ։ Իդեպ կցանկանայի տեղեկացնել մեր լսարանին, որ մենք ունենք ամեն ամիս միջոցառում, մեր բրենդների հետ ունենք պայմանավորվածություն, իրենք ուղարկելու են իրենց լավագույն մասնագետներին Հայաստան, որպեսզի ներկայացնեն աշխատանքը իրական մոդելների վրա, սակայն իրենց ներկերով եւ ապրանքատեսականով, բայց ուղարկում են իրենց լավագույն մասնագետներին։ Իդեպ մենք մարտի 29-ին ունենք միջոցառում AC Company-ի հետ, ով ուղարկել է 4 մասնագետ Հայաստան իր լավագույն մասնագետներին, որպեսզի ներկայացնեն իրական մոդելների վրա հոնքերի փոշեդրում, շուրթերի տատուաժ, կոպերի տատուաժ, ինչպես նաև հին տատուաժի հեռացում ռեմուվերի միջոցով։ Սակայն այստեղ նաև կարևոր է նշել, որ բոլոր մեր
մասնակիցները կատարելու են միջամտություն արհեստական մաշկի վրա եւ նրանց օգնելու են այդ հրավիրված մասնագետները։ Իսկ եւ տեսական եւ գործնական կլինի դիպլոմը։ Այո, եւ գործնական եւ տեսական, ինչը շատ կարեւոր է, քանի որ շատ միջոցառումներին միայն տեսական է լինում, այստեղ ունենք նաեւ գործնական միջամտություններ եւ մասնագետներն են աշխատելու եւ մասնակիցներն են աշխատելու։ Մասնագետները աշխատելու են իրական մոդելների վրա, իսկ մասնակիցները աշխատելու են արհեստական կաշվի վրա, սակայն մասնագետների վերահսկմամբ եւ օգնությամբ։ Հաջորդ մեր սեմինար կոնֆերանսը լինելու է ապրիլի 27-ին։ Մեզ մոտ հրավիրված է Ալեքսանդր Սիվակ, Սիվակ բրենդը, բերելու է իր հետ 4 մասնագետին, որոնք ցուցադրելու են հոնքերի, շուրթերի եւ կոպերի փոշեդրում, ինչպես նաեւ տատուաժի հեռացում ռեմուվերի միջոցով։ Բոլոր մեր մասնակիցները ստանալու են նվերներ բրենդի կողմից եւ վկայականներ։ Այսինքն գործող մասնագետների համար են բոլոր կոնֆերանսները։ Այո, գործող մասնագետների համար են բոլոր կոնֆերանսները, սակայն ինչու ոչ կարող են մասնակցել նաև այն մասնագետները, ովքեր նոր են ուզում հմտանալ այդ ոլորտում եւ հասկանալ, ուզում են շարունակել թե ոչ այդ ոլորտը, քանի որ տեսնելու են մի շարք պրոցեդուրաներ, մի շարք լավագույն մասնագետների կողմից։ Այսինքն, եթե այսպես ավելի մատչելի ներկայացնենք, դուք այնպես չէ, որ միայն product-ը կամ ապրանքանիչը ներկայացնում եք, վաճառում եք եւ վերջ, այլ փորձում եք նաեւ եւ անում եք ամեն բան, որպեսզի այն մասնագետը, ով օգտվում է տվյալ բրենդից, նաեւ կարողանա ճիշտ օգտվել, քանի որ կարող է ապրանքատեսակը նյութը լինել շատ որակյալ, բայց ինչ թեկուզ մինիմալ սխալների կամ անփութության պատճառով դրանք ուղղակի լավագույն արդյունքը չտրամադրեն։ Իսկ այս դեպքում արդեն երբ առաջին ձեռքից ստանում են նաեւ հնարավորություն տեսնելու, թե ինչպես է պետք գրագետ եւ ճիշտ օգտագործել տվյալ նյութը, որովհետեւ եթե ճիշտ եմ հասկանում, կան նյութեր, որոնք որ հատուկ վերաբերմունք են, այսպես ասած, պահանջում, հա, այս դեպքում արդյունքը դժվար թե չլինի գոհացնող։ Այո, իհարկե, տեսեք, տարիներ շարունակ մեր ընկերությունը զբաղվում է պերմանենտ դիմահարդարման ոլորտին ուղղված մի շարք միջոցառումներով, որպեսզի զարգացնի տվյալ ոլորտը։ Եղել են եւ անվճար, եւ վճարովի մասնակցություններ կոնֆերանսների, եւ անչափ կարեւոր է բրենդի հետ համագործակցության շնորհիվ ստանալ այդ ինֆորմացիան, ինչ ներկեր կարելի է վերցնել, գունագեղությունը ինչպես ստանալ, ինչ նյութերով կարելի է աշխատել, ժամկետները ստուգել, ինչու՞ չէ։ Բոլոր այն նրբությունները, որոնք որ լավագույն արդյունքի գրավականն են, հա, այսպես նաև կարող ենք ասել, պետք է ստանալ հենց բրենդի ներկայացուցիչ, որովհետև ավելի լավ, քան նրանք են իմանում ինֆորմացիան, դժվար թե գտնվի այլ մեկը։ Այո, իհարկե, իդեպ շատ կարևոր է նշել, որ մեր այս կոնֆերանսները նաև ուղղված են նրան, որ մեր հայ մասնագետները հետագայում կարողանան լինել այդ բրենդի դեմքը Հայաստանում եւ շարունակաբար ներկայացնել այդ տվյալ բրենդը այլ երկրներում, ոչ միայն Հայաստանում, հա։ Դա շատ անչափ կարևոր է մասնագետների համար առաջընթաց եւ աճ ապահովելու իր գործունեության մեջ։ Եվ կուզենայի նաև տեղեկացնել մեր այլ միջոցառումների մասին եւս, որը լինելու է մայիսի 4-ին, մեզ մոտ հյուրընկալում ենք Բրովի ընկերությունը, ով գալու է եւս իր 4 մասնագետների հետ, նույնպես ցուցադրելու են իրական մոդելների վրա հոնքեր, շուրթեր, կոպեր եւ ամենակարևորը մազիկային տեխնիկա, ռուսերեն ասված վալասկովայա տեխնիկա, մեզ մոտ գալու է բավականին ճանաչված մի մասնագետ, ով շատ սիրված է պերմանենտ դիմահարդարման աշխարհում եւ ցուցադրելու է իր սեփական տեխնիկան, այդ մազիկային կոչված տեխնիկան, հա, եւ բոլոր մեր մասնակիցները նույնպես ստանում են նվերներ բրենդի կողմից, վկայականներ մասնակցության, իսկ մեր մյուս միջոցառումը լինելու է հունիսի 4-ին, մեզ մոտ հյուրընկալում ենք Etalon Mix բրենդը, որը բավականին արդեն սիրված է մեր Հայաստանում մասնագետների կողմից, նա գալու է եւս իր տոպ մասնագետների հետ, ցուցադրելու է էլի հոնքերի, շուրթերի, կոպերի եւ հին տատուաժի հեռացում ռեմուվերի միջոցով, բոլորը իրական մոդելների վրա են ցուցադրվելու եւ իդեպ ուզում եմ նշեմ, որ բոլոր մեր մասնակիցները, բոլոր մեր միջոցառումներին պարտադիր ստանում են նվերներ բրենդի կողմից, գրեթե մուտքարժեքին համաչափ գումարի չափսով ստանում են նվերներ եւ վկայականներ մասնակցության համար, որը միջազգային է, անցնում է ամենուրեք։
իդեպ մեր միջոցառումներին մասնակցությունը այնքան մաչելի ենք դրել առաջին գրանցվողների համար, որ չլսված գին է, այսպես ասած, դրել ենք առաջին մասնակիցների համար ընդհանրապես 20000 դրամ։ Առաջին քանի մասնակցի։ Առաջին 30 մասնակցի համար մուտքարժեքը 20000 դրամ է։ Ունենք նաև այսպիսի տարբերակ, եթե մասնակցում են երկու միջոցառմանը, երրորդ միջոցառմանը պարտադիր ստանում են 50% զեղչի հնարավորություն։ Այսինքն գրեթե անվճար մասնակցում են բոլոր միջոցառումները։ Ինչի գրեթե անվճար, որովհետև այդ գնին համարժեք նաև ստանում են նվերներ, վկայականներ, նաև ինչու է դա կարևոր մասնակցել նմանատիպ միջոցառումներին, որովհետև բացի այն, որ նոր տեխնոլոգիաներին են տիրապետում, նաև այդ drive այդ միջոցառումներին մասնակցության տալիս է մի շարք հնարավորություն մասնագետին հետագայում վերանայել իր գործունեությունը, ինչու՞ չէ նկարահանվել այդ մասնագետների հետ, ունենք երկու ֆոտոզոնա, որտեղ նկարահանվում են իրենց հետևորդները կտեսնեն, որ անընդհատ մասնագետը մասնակցում է, վերապատրաստվում է, հետևում է իր, այո, նույն տեղում չի անընդհատ նստած, հա, ինքը անընդհատ աճում է իր ոլորտում։ Այս ոլորտը, որի մասին մենք խոսում էինք, վերջին տարիներին էսթետիկ ոլորտի կարծես թե ամենաարագ զարգացողներից է, նույնիսկ կարող ենք ասել գլխապտույտ արագությամբ է, հա, շարժվում, ամենապահանջվածներից է նաև։ Ուստի բնական է, որ պիտի նաև միջոցառումները մեկը մյուսին հաջորդեն, ինչպես օրինակ ամենատարածված միջոցառումներից մեկը բոլոր ոլորտներում, այնպես էլ վստահ եմ այս դեպքում մրցաշարերը, հա, մասնարարպես երբ դրանք լինում են միջազգային ֆորմատի եւ մակարդակի, ու նաև ականջիս արդեն իսկ ասել են, որ առաջիկայում նմանատիպը պիտի լինի։ Խնդրում եմ ավելի մանրամասն ներկայացնեք, ինչի մասին է խոսքը, ովքեր են մասնակցել ու ինչ է տալու յուրաքանչյուր մասնակցին սա։ Այո, իհարկե, դուք իրավացի եք, լինելու է նմանատիպ միջոցառում։ Մենք նախապատրաստում ենք մեծ միջազգային մրցաշար Հայաստանում, սակայն կուզեի դա պահել հաջորդ հաղորդման համար, որպեսզի ավելի մանրակրկիտ փորձեմ ներկայացնել ամեն իրադարձությունը, ինչ է լինելու այդ մրցաշարի ժամանակ։ Այսինքն պահում ենք ինտրիգը եւ բոլոր հեռուստադիտողներին առաջարկում ենք բաց չթողնել հաջորդիվ հաղորդումները, որտեղ ամենահետաքրքիրն ու կարևորը նաեւ այլ զրույցներում է լինելու, այնպես որ սպասենք անակնկալներին։ Այո, իհարկե, թող Շնորհակալ եմ շատ, հաջորդիվ նաեւ այլ մանրամասներով կհանդիպենք հաղորդման մյուս թողարկումներում։ Ես էլ եմ շնորհակալ։ Շարունակելով զրույցը ես ուզում եմ առանձնացնել կարևոր եւ առաջնային, հա, առաջին օգնության սկզբունքները, որովհետեւ մենք լավ գիտենք, որ սա այնպիսի մի խնդիր է, որ առաջնային օգնությունը, շտապ օգնությունը երբեմն նաև կարող է կանխորոշող լինել, նաև վճռորոշ լինել ու կյանք արժենալ մինչև շտապ օգնության հասնելը կամ մինչև հիվանդին համապատասխան հիվանդանոց հասցնելը։ Ինչ պետք է անի ընտանիքի անդամը այդ պահին այդ մարդու կողքին գտնվող մարդը, որպեսզի ոչ միայն չվնասի այդ մարդուն, որը եւս հաճախ է լինում հակամայից ուզում ենք օգնել, բայց վնասում ենք, այլ նաև օգնի մինչև որ համապատասխան բրիգադը կմոտենա։ Շատ լավ հարց տվեցիք Տաթև ջան, երկար տարիներ աշխատելով շտապօգնության օղակում եւ բավականին անգամներ շփվելով նմանատիպ բուժառուների հետ, իմ խորհուրդս եւ հորդորս մեր ազգաբնակչությանը, եթե անձի մոտ, բուժառուի մոտ ի հայտ են եկել վերոնշյալ գանգատներ, համար առաջի կարևոր նախապայմանը պետք չէ խուճապի մատնվել։ Հանգիստ դիրք պետք է տալ անձին, որի մոտ ի հայտ են եկել վերոնշյալ գանգատները։ Ո՞ր է հանգիստ դիրքը։ Նստած կամ պառկած վիճակ։ Եթե չկա արտահայտված շնչարգելություն, պարկած ժամանակ պետք է տալ նստած հանգիստ դիրք։ Եթե սենյակային պայմաններում են, բացել պատուհանները, հեռացնել ճնշող հագուստից, իրերից, որոնք որ առկա են տվյալ մարդու մոտ, եթե հնարավոր է միայն կրծքավանդակի հատված, թե օրինակ ժամացույց եւ այլն։ Ցանկալի է այն ամեն ինչը որ կարող է տվյալ անձին անհանգստություն պատճառել, փորձել ամեն դեպքում ձերբազատել անձից նշված իրերից։ Զանգահարել շտապ օգնություն, եթե հնարավոր է որոշել զարկերակային ճնշումը եւ սպասել մինչեւ համապատասխան բժշկական բրիգադը կմոտենա, համապատասխան հետազոտությունները, բժշկական օգնությունը կցուցաբերի եւ կտեղափոխի համապատասխան բուժկենտրոն։
Իսկ այն որ դեռ չի կարելի շարժել, չի կարելի տեղափոխել եւ այլն, սրանք արդյոք ռեալ են։ Այո, ռեալ են, մենք ինֆարկտի պարագայում ունենք հանկարծամահության բավականին բարձր ռիսկ։ Իսկ եթե գետնին էլ թողնենք մարդուն։ Եթե ի վիճակի հարմար տեղ տեղափոխել, նստեցնել կամ պարկեցնել մոտակա որևէ հատվածում։ Եվ նաև այս դեպքում ո՞րն է ավելի ճիշտ, պացիենտին սեփական ուժերով տեղափոխել հիվանդանոց, թե այնուամենայնիվ սպասել շտապօգնությանը, որպեսզի շտապօգնությունը իր մասնագիտական թիմով տեղափոխի։ Ցանկալի է, որ բժշկական թիմը մոտենա, համապատասխան օգնությունը ցուցաբերի եւ նոր տեղափոխի հիվանդանոց։ Շատ լավ, եթե մենք փորձենք ամփոփել մեր այսօրվա զրույցը, հստակ կարող ենք ասել, որ պետք չէ սրտի առողջությանը մատների արանքով նայել, ցանկացած դեպքում, երբ ունեն գանգատներ, լավ է գնալ մասնագետի սրտաբանի մոտ, սրտաբանը հերքի որոշակի խնդիրները նշելով, որ ինչպես մենք ենք միշտ սիրում ասել, սովորական մրսածություն է, հոդացավ է եւ այլն, քան ինքներս մեզ դնենք ախտորոշում, որոշենք, որ չէ, սրտի խնդիր չէ, ավելին ասեմ նաեւ դեղատնից որոշակի պրեպարատներ գնենք եւ ինքնաբուժմամբ զբաղվենք եւ պետք է նշել, որ այո սրտի դեպքում ցանկացած սխալը կարող է կյանք արժանալ։ Ճակատագրական լինել։ Սիրտը մեր օրգանիզմի ամենազգայուն օրգանն է եւ ինքը սիրում է քնքշություն եւ սեր։ Սիրենք մեր սիրտը, փոքր-ինչ եւ որևիցե նախանշանի արկայության պարագայում դիմել սրտաբանի, անցնել որոշակի հետազոտություններ եւ լինել իրազեկված, առողջ եւ ապրել առողջ։ Ապրենք առողջ։ Ապրենք առողջ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ երեստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ սրտաբան Արամ Գրիգորյանն էր, տեղեկացնեմ, որ այսօրվա սպասարկումն ապահովել է Clinic Beauty House-ը, որը գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, կհանդիպենք նաև մյուս շաբաթ, տեսություն։